Իրանի հետ բարեկամությունը մեր պետության համար կենսական նշանակություն է ունեցել, հատկապես պատերազմական շրջանին։ 90-ականների սկզբին, 91-94 թվականներին, երբ Վրաստանում քաղաքական քաոս էր, եթե չլիներ Իրանի օգնությունը, եթե չլիներ Իրանի ճանապարհը, ապա մեր ժողովուրդը, ես չեմ չափազանցնում, կարող էր սովի մատնվել։ Մենք կարող էինք ունենալ մեծ քանակի զոհեր, սովից մահացած մարդիկ, եթե չլիներ իրանցիների օգնությունը։ Եվ հիմա, տեսեք, Իրանը իր պատմության ամենածանր շրջաններից մեկն է ապրում, եւ մենք որպես պետություն չենք կարող բացեիբաց աջակցություն, քաղաքական աջակցություն հայտնել Իրանին, որտեղ մյուս կողմում է աշխարհի գերտերությունը Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Սա ինչի համար եմ ասում, սիրելի բարեկամներ, որպեսզի դուք ամեն անգամ, երբ լսում եք այդ վայ քաղաքագետներին, այսպես կոչված մեկնաբաններին, որոնք անդադ մեր դժբախտությունների մեջ մեղադրում են տարբեր այլ պետությունների եւ ասում են, որ վրացիները մեր հանդեպ ազնիվ չեղան, ռուսները ազնիվ չեղան, ֆրանսիացիները ազնիվ չեղան, մեր բարեկամները ազնիվ չեղան, դուք պիտի իմանաք մի բան, որ մենք նույն վրացիների դեպքում վրացիներից լավ չէինք վարվելու, որտեվ վրացիները իրենց շահն են պաշտպանում։ Հիմա մենք մեր շահն ենք պաշտպանում։ Մենք չենք կարող բացեիբաց քաղաքական աջակցություն ցույց տալ Իրանին, մեղադրել կամ ագրեսոր հռչակել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որովհետև մենք ունենք մեր շահերը եւ մեր շահերից չի բխում դա։ Եվ նույն կերպ վարվում է Ֆրանսիան, նույն կերպ վարվում է Վրաստանը, նույն կերպ վարվում է Ռուսաստանը, այդ պետությունները ոչ թե դավաճանում են մեզ, ինչպես հիմա մենք չենք դավաճանում Իրանին, այլ գործում է քաղաքականության օրենքը, ըստ որի ամեն պետություն պաշտպանում է իր շահերը։ Այս վիդեոն, այս հաղորդագրությունը նրա համար է, որ մեր հայրենակիցներից այն մարդիկ, որոնք նեղսրտում են եւ բողոքում են աշխարհի անարդարության դեմ, այս առիթը օգտագործեմ ես եւ բացատրեմ, որ այդ անարդարությունից անմասն չենք նաեւ մենք հայերս, մեր պետությունը։ Ոչ մի պետության տեղում, որը մենք կարծում ենք, որ իրեն եղբայրաբար չի պահել, բարեկամաբար չի պահել, ոչ մի պետության տեղում մենք մեզ ավելի լավ չէինք պահելու եւ չենք պահել եւ չենք պահի։ Որովհետեւ ամեն պետություն կրկնում եմ պաշտպանում է իր շահերը։ Սա տխուր օր է մեր տարածաշրջանի համար եւ ես մեծ հույս ունեմ, որ ավերածությունները, ռմբակոծությունները օր առաջ կավարտվեն